Մենք մեր շատ հրապարակումներում արձանագրել ենք, որ Վարդան Ղուկասյանը Դոգը չարիք է Հայաստանի հանրային քաղաքական կյանքի համար։ Նա աղտոտում է հանրային միջավայրը եւ քաղաքականությունը վերածել է կիսաբաց լուսամուտների, որտեղ ժամանակին քննարկում էին գյուղի տրակտորիստի եւ միակ մարմնավաճառի հարաբերությունները։ Մյուս կողմից Դոգին լսելը նման է մեծահասակների համար նախատեսված ֆիլմ նայելու, որ շատերն են նայում, բայց մեծ մասը թքած ունի ֆիլմում խաղացող դերասանների վրա ու նրանք հեղինակություն չեն դիտողների համար։ Հայաստանում դժվար է պատկերացնել, որ ասենք Սաշա Գրեյի կոչով որևէ քաղաքական գործընթաց կգեներացվի։ Դոգի ձերբակալությունը լավ առիթ էր հասկանալու համար, թե ովքեր են իր աջակիցները եւ ինչ թիվ են կազմում։ Ի բարեպաշտություն հասարակության նրանց թիվը մեծ չէ։ Համենայն դեպս իրեն նվիրված մի քանի տասնյակ մասնակից ունեցող հավաքները դա ցույց տվեցին։ Իսկ որ ամենակարևորն է, ձերբակալության շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու նրանց որակական մակարդակը։ Պարզվեց, որ Դոգին աջակցում են հիմնականում 50 կանայք եւ դժգոհ են այս կյանքից։ Հավաքներին մասնակցում են նաեւ հոգեկան հիվանդներ, որոնցից մեկին կառանձնացնենք, քանի որ իր հետ կապված շատ աղմկոտ պատմություն կա։ Խոսքը Դոգի արմատական աջակից Թամելլա Արզումանյանի մասին է։ Վարդան Ղուկասյանի կյանքը վտանգված է Հայաստանում։ Ինքը պետքա չգա, ինքը պետքա արդ երկրում, ինքը ավելի մեծ գործ անում, քան թե գա։ Նրա ձայնը այստեղ լրացնելու են եւ կյանքն էլ վտանգված։ Այս կինը եւ իր ամուսինը տարիներ առաջ կապի մեջ էին մտել Բաքու փախած դավաճան Վահան Մարտիրոսյանի հետ եւ տեսաուղերձով դիմել էին Ադրբեջանի մարդասպան նախագահ Ալիևին ու խնդրել իրենց փրկել Հայաստանից։ Ադրբեջանական կայքերը գրեթե անոնս են անում, սպասվում է նոր հայկական ընտանիքի ժամանում տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի աճպարարության շնորհիվ։ Եվ այդ ընտանիքը ըստ հրապարակումների Թորոսյան Արզումանյաններն են։ Իմ եւ իմ ընտանիքի անունից խնդրում եմ Ադրբեջանի Հանրապետության իշխանություններից օգնել մեզ ազատվելու Հայաստանում տիրող համատարած անօրինություններից։ Ահա այս որակն է Դոգի հենարանը հայ հասարակության մեջ։ Իրականում դժվար է պատկերացնել, որ ուրիշի կանանց անչափահաս երեխաներին ամենակեղտոտ սեռական բնույթի հայհոյանքներ տվող մարդուն կարող է աջակցել, համակրել այլ որակի մարդ։